Լեգենդար հայ ֆուտբոլիստ Արարատ 73-ի մարզիչ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլև դրսում, քանի որ Նիկիտա Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, UEFA-ի ու FIFA-ի ղեկավարները։ Կարծես թե Աթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու Արարատ 73-ի մասին պատմող ոսկե դուբլ ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա ու դրանում նրանք տեսել են փափուկ ուժի դրսևորում։ Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններից։ Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մեր իշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ։